2025 թվականը պաշտպանության ոլորտում կարելի է բնութագրել որպես համակարգային բարեփոխումների տարի։ Այդ մասին 2025 թվականի գործունեությունն անփոփոխ մամուլի ասուլիսին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով թվեր, փաստեր, նաև ռազմավարական ուղղություններ, որոնք նախարարի գնահատմամբ էապես փոխել են բանակի դիմակիցը։ Պաշտպանական ծախսերի աննախադեպ աճ։ Սուրեն Պապիկյանի խոսքով 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 664 միլիարդ դրամ, որը համարժեք է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլարի։ Համեմատության համար նշվեց, որ 2018 թվականին ՊՆ բյուջեն կազմել է ընդամենը 245 միլիարդ դրամ։ Այսինքն նախահեղափոխական 2018 թվականի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ընդգծեց Պապիկյանն, արձագանքելով այն քննադատություններին, թե պաշտպանության ոլորտին հատկացվում են քիչ միջոցներ։ Նա նաև տեղեկացրեց, որ 2025 թվականին ՊՆ կապիտալ ծախսերը կազմել են ավելի քան 57 միլիարդ 702 միլիոն դրամ, ինչը գրեթե եռակի գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը 17.7 միլիարդ դրամը եւ ուղղված է զորանոցային ֆոնդի, ենթակառուցվածքների եւ կենսապահովման պայմանների բարելավմանը։ Շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր եւ այս թվերը խոսուն են, մեղմ ասած, եւ ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող թե ծախսերի եւ թե ընդհանրապես ոլորտը իմ կարծիքով 25 թվականին մեծապես շահել է։ Զորակոչի աճ եւ ծառայության ժամկետի կրճատում։ Պապիկյանը շեշտեց, որ 2023 թվականի համեմատ 2025-ին գրանցվել է զորակոչի 19% աճ, ինչը ըստ նրա համակարգային բարեփոխումների արդյունք է։ Զինվորական ծառայության ժամկետի կրճատումը մինչև 1.5 տարի նախարարն անվանեց երրորդ հանրապետության պատմության մեջ շրջադարձային բարեփոխում, ընդգծելով, որ որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին եւ ամրագրված է կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրում։ Այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետ։